Այսօր լրագրողներից մեկը շատ տղամարդավարի ձևով, կին լրագրող էր, բայց շատ տղամարդավարի խիզախ ձևով այս սուտ խոսան անհաջող լրագրողին հարց տվեց։ Ի վերջո գալու են ադրբեջանցիները, թե չեն գալու։ Դուք այս անձի եւ այս խմբի ոճը գիտեք։ Նրանք սկզբից չեն ասում, սկզբից հերկում են, ասում են այսպեսի բան չկա, մենք այսպեսի բան չենք անի, հետո ասում են դե ինչ կուզենք կանենք դուք ով եք որ մեզ հասցնեք, հետո լռում են, այսինքն արդեն ինչ-որ բան որոշել են, չեն ասում, հետո մեզ կանգնացնում են փաստի առջև եւ սուտ են խոսում անընդհատ։ Նույն ձևով հանձնեցին Ղարաբաղը, ասում էին չենք հանձնում Ղարաբաղը, նույն ձևով ասում էին ոչ մի Զանգեզուրի միջանցք, ով է ասել Զանգեզուրի միջանցք, հետո բացեցին Զանգեզուրի միջանցքը 74% տալով ԱՄՆ-ին, որից հետո ընկնելու է Թուրքիայի ձեռը, եւ հետո ուղղակի անունը փոխելով ուզեցին մեզ խաբել։ Նույն ձևով հանձնեցին Թավուշի անկլավները։ Եվ հիմա արդեն հանձնել են, կարծում եմ, Տիգրանակերտը եւ եւս 3 գյուղ Թավուշում։ Այսինքն սրանք անընդհատ սուտ են ասում, անընդհատ թաքցնում են, թե ինչ են բանակցում։ Այն մարդիկ, ովքեր Թավշյա այդ հիմարության ժամանակին խոստանում են, որ մեր հետ անկեղծ կլինեն, մեզ կհարգեն, մեր հետ կխորհրդակցեն։ Սրանք արդեն հանձնել են անկլավները եւ Տիգրանաշենը։ Ես համարյա համոզված եմ ցավոք սրտի, ճանաչելով սրանց ոճը։ Իսկ դրանից հետո հաջորդ Ադրբեջանի պահանջը 300,000 ադրբեջանցի վերադառնալու են Հայաստան։ Եվ սրանք չեն ասում, որ մենք այսպեսի բան թույլ չենք տա։ Նրանք չեն ասում, որ չէ թույլ չենք տա։ Նրանք արդեն մեզ պատրաստում են։ Ասել են դա անցյալում ապրել ենք իրանց հետ։ Այո, անցյալում ապրել ենք իրանց հետ։ Անցյալում մենք պատերազմ չունեինք։ Մեր սերունդը գոնե պատերազմի մեջ չէր Ադրբեջանի հետ, դա փոքրիկ տարբերություն է, մենք իրար չենք մորթում այդ ժամանակ, դրա համար ենք հանգիստ ապրում իրար հետ։ Այսինքն 300,000 ադրբեջանցու վերադարձը երևի շատ եւ շատ իրական է, քանի որ այս անձը անգամ չի հերքում դա, արդեն սուտ խոսալն էլ է վերջացել, այսինքն հիմա փաստի առաջական հասնելու մեզ։ Իսկ դրանից հետո Հայաստանը այլևս գոյություն չի ունենալու եւ լինելու է մասսայական արտագաղթ։ Թող այն մարդիկ, ովքեր դեռ կարող են մտածել, ովքեր դեռ այս հիվանդության զոհը չեն դարձել, այս սեկտանտների հիվանդության, թող նրանք պատկերացնեն, թե ինչ է լինելու, երբ 300,000 ադրբեջանցի գա Հայաստան։ Մի քանի օրից սկսելու են բախումներ եւ կռիվներ, դրանից հետո գալու է Ադրբեջանի բանակը։ Մի րոպե չկասկածեք։ Եվ Հայաստան այլևս չի լինելու։ Այն մարդիկ, որոնք այս 20%-անոց սեկտայի անդամ չեն, լավ մտածեք, թե ինչ է լինելու Հայաստանի հետ։ Իսկ այս մարդու երեսից երևում է, որ նա արդեն հանձնել է անկլավները եւ շուտով կթույլ տա, որ ադրբեջանցիները վերադառնան։ Կրկնում եմ, մի անգամ այս մարդը ճշմարտություն չի ասել։ Վերջի 8 տարվա ընթացքում բոլորին խաբել է, բոլորին ստել է։ Ղարաբաղցիներից սկսած, Մեղրիով եւ Թավուշով վերջացրած։ Լավ մտածեք, թե դուք ոնց եք քվեարկելու հունիսին։